Երբ Գալյանը նշանակվում էր նախարար, սաղ ՔՊԱ-ականները, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, էկոնոմիկայի նախարարն ասում էին մեր ՔՊ թիմի անդամ է։ Գլխավոր դատախազի տեղակալը ՔՊ քաղաքական թիմի անդամ է, այսինքն անաչառ չէ, ինչպես պահանջում է Սահմանադրությունը, այլ ՔՊ թիմի մաս է։ Ինչպես որ գլխավոր դատախազը անաչառ չէ, քանի որ Նիկոլի օգնականն էր։ Դրա համար էլ տեսնում ենք, լսում ենք, հայտարարագրերով կարդում ենք, որ լույսի արագությամբ հարստանում են ՔՊԱ-ականները, ձեռք են բերում անշարժ գույքեր, տրցակներով կանխիկ փող, որը չգիտես ինչու բանկում հաշվին չէ, բայց որևէ ՔՊԱ-ականի մասով, ապօրինի, գույքի, բռնագանձումով նույն քաղաքական թիմի մաս հանդիսացող Սրբուհի Գալյանը չի զբաղվում, բայց պարբերաբար հայտարարվում են Սրբուհի Գալյանի քաղաքական թիմի հակառակորդների վերաբերյալ, այսպես ասած, ապօրինի գույքով քրեական գործերի մասին։ Օրերս ճեպազրույցում Գալյանն ասում էր. «Ես չեմ հանդիպել ընդդիմադիրների խոշտանգման դեպքերի»։ Սա այն դեպքում, երբ այդ խոշտանգումները եղել են ուղիղ եթերներով, բայց եթե ՔՊԱ-ական տիկինը ընդդիմադիրների խոշտանգումները չտեսնող արդարադատության նախարար է, որպես ապօրինի գույքի բռնագանձման գծով դատախազի տեղակալ ՔՊԱ-ականների ապօրինի հարստացումները կտեսնի, դժվար թե։